Հիշեցնենք 2013 թվականի ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում գտնվող ցածր գներ վաճառատան հարևանությամբ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հիվանդանոցում մահացավ Գյումրի քաղաքի բնակիչ Շեկո Մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանը։ Վնասվածքներ ստացավ Քավոր Հարութ Մականունով հայտնի Հարություն Խաչատրյանը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ վնասվածք ստացել է նաև դեպքի մասնակից Վահե Ղուկասյանը, ով սույն գործով ամբաստանյալն է։ Այսօրվա նիստի ժամանակ դատարանում նախ հարցաքննվեց Գյումրու բնակիչ Աննա Հովակիմյանը։ Նա հայտարարեց, որ դեպքի օրը ժամը 12:30-ի սահմաններում շտապել է Գյումրու թիվ 7 հանրակրթական դպրոց։ Ցածր գներ վաճառատան մոտակայքում նկատել է մեքենա, սակայն վիճաբանության ականատես չի եղել, առավել ևս կրակոցների ձայներ չի լսել։ Որևիցե կրակոցի ձայն չեք լսել, վեճի վիճաբանության չեք հանդիպել։ Չէ, տվյալ պահին ինչ բան չկար այդ տեղում։ Հետո որ պահին կար։ Ոչ մի ժամանակ էլ։ Հետո ինչ իմացել, ինչ էր կատարել։ Որևիցե բան գիտեք կատարված է դեպքի կատարվածը։ Չէ, այդպես նա։ Սակայն մեղադրող դատախազը հայտարարեց, թե վկան նախաքննական իր ցուցմունքում այլ բան է պատմել, ու դատարանի թույլտվությամբ ընթերցեց այն։ Տեսա բազմաթիվ մարդկանց հավաքված, ընդ որում դա կրակոցներ լսելուց հետո ընդամենը րոպեներ անց էր, 1-2 րոպե։ Հայացքս դեպի այդ կողմ թեքելուն պես տեսա, որ իմ կողքին գտնվող շենքի մյուս եզրի մտերային խանութի մոտ կանգնած է սև գույնի ավտոմեքենա։ Արդեն 1 տարի անց ես ոնց մանրամասը հիշեմ ինչ է եղել։ Հետո հարցաքննվեց տուժող Հարություն Խաչատրյանի կինը Ծովիկ Խաչատրյանը։ Նա մանրամասն պատմեց, որ դեպքի օրը Հարություն Խաչատրյանն ու Արտյոմ Կարապետյանը 7-րդ դպրոցից ուղևորվել են դեպի իրենց տուն։ Ինքը ձայներ է լսել դուրս եկել ու նկատել ամուսնուն եւ Արտյոմ Կարապետյանին վիրավոր։ Թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ հանգամանքներում ինքը չի հետաքրքրվել։ Մյուս վկան ցածր գներ վաճառատան նախկին աշխատակցուհի Սոնյա Գարանյանն էր։ Պատմեց, թե դրսում նախ նկատել է սև գույնի իրեն ոչ հայտնի մակնիշի մի մեքենա, ապա կարճ ժամանակ անց սպիտակ գույնի մեքենա է մոտեցել վաճառատան տարածքին, ապա նկատել է, որ այդ մեքենայի ուղղությամբ կրակահերթեր են ուղղվում։ Այդ պահին ես որ դառնայեցի այդ սպիտակ մեքենային, տեսա սև մեքենայից սև կոժով չաղ մարդ էր իջնում, սպիտակախառը մազերով, ձեռքին զենք կար, սկսեց կրակել սպիտակ մեքենայի ուղղությամբ, սպիտակ մեքենան ինձ շատ մոտ էր կանգնած, կրակոցները գալիս էին իմ կողմ։ Ըստ վկայի տեղեկությունների սպիտակ մեքենայի վարորդը փորձել է պաշտպանվել, իջել է մեքենայից զենք վերցրել ու իր հերթին կրակել։ Երբ որ սպիտակ մեքենայի վարորդը դուրս եկավ մեքենայից, ես նկատեցի, որ ինքը թոփլտում է։ Հետևի դռնից զենքը հանեց ու սկսեց կրակել այդ ուղղությամբ։ Վկային որոշ հարցեր ուղղելուց հետո մեղադրող դատախազը հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքում Սոնյա Գարանյանը հակառակն է նշել, թե առաջինը կրակել է սպիտակ մեքենայի վարորդը։ Նիհար առաջին կրակոցներն արձակող տղան նստեց իր սպիտակ մեքենան ու հեռացավ դեպի Շիրակացի փողոցի վերնամասը պոլիգոններ։ Ես մտա խանութ, ջուր խմեցի, սաստիկ վախեցել էի։ Դրանից հետո բոլոր աշխատողներով խանութի պատուհանից դուրս էին նայում, այդ երկու ջիպերը դեռ կանգնած էին։ Այն ալեխառն մազերով անձը, որին աղջիկ երեխայի հետ էի տեսել, կախվել էր մեծ ջիպի 034 11 համարանիշով մեքենայի աջ կողմի դռնից եւ թվում էր, որ կախվել է բռնել էր վարորդի ձեռքից։ Վկան սակայն պնդում է, թե նախաքննական ցուցմունքն ինքը չի գրել եւ որ դրանում ամեն ինչ այնքան մանրամասն ու մասնագիտորեն է ներկայացված, որ ինքը դրանից զարմացած է։ Դատախազը սակայն պնդում է, որ կա նաեւ համապատասխան ձայնագրություն, որում վկան պատմում է այն ամենը, ինչը ներկայացված է նախաքննական ցուցմունքում։ Ես միջև հիմա չեմ կարող ասել, որ դա իմ գրածն է, ես չեմ հիշում։ Ձայնագրության հրապարակումը սակայն հետաձգվեց տեխնիկական խնդիրների պատճառով։ Դատարանում հարցաքննվեց նաև վկա Սարգիս Գասպարյանը։ Նա կծկտուր տեղեկություններ հայտնեց դեպքի առնչությամբ։ Կրակոցների ձայներ հեռվից է լսել, դեպքի մասնակիցներին չի ճանաչում։ Դարձյալ արձանագրվեց անհամապատասխանություն նախաքննական ցուցմունքի բովանդակության հետ։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։